Գոյամարտ սերիալում իրադարձությունները հասել են այն փուլին, որտեղ ամեն ինչ իսկապես գլխի վայր է շուռ գալիս։ Եթե սկզբում պատմությունը կառուցվում էր գաղտնիքների և անցյալի ստվերների շուրջ, ապա հիմա այդ գաղտնիքները հերթով պայթում են և քանդում տարիներով կառուցված հարաբերությունները։ Լեոյի և Լեայի սերը շարունակում է մնել ամենահուզիչ, բայց նաև ամենավտանգավոր գծերից մեկը։ Նրանք երկուսն էլ հասկանում են, որ իրենց զգացմունքներն իրական են, բայց նաև գիտեն այդ սերը կարող է նոր հակամարտություններ բերել։ Լեան Հունանի դուստրն է, իսկ Լեոն այն ընտանիքի ներկայացուցիչը, որի հետ Հունանն ունի չլուծված ու մութ անցյալ։ Այս ամենը նրանց հարաբերությունները դարձնում են արգելված սեր, որը հենց այդ պատճառով ավելի ուժեղ է թվում։ Բայց որքան ավելի են նրանք փորձում հեռու մնալ, այնքան ճակատագիրը նորից բերում է նրանց իրար ճանապարհին։ Միևնույն ժամանակ Մանանի և Գրիշոյի չմտածված քայլերը սյուժեն դարձնում են ավելի անկանխատեսելի։ Մանանը միշտ գործել է զգացմունքներով, հաճախ առանց մտածելու հետևանքների մասին։ Գրիշոն նույնպես երբեմն անում է քայլեր, որոնք հետո ինքն էլ չի կարողանում վերահսկել, հատկապես Լեոյի հետ կատարվածից հետո։ Մանանին մեղադրում են, որ նա հանդիպում է այն տղայի հետ, ով փորձել է սպանել իր եղբորը։ Նրանց հակամարտությունը, որը սկզբում թվում էր երիտասարդական պայքար, աստիճանաբար վերածվում է վտանգավոր խաղի, որտեղ ներգրավված են նաև մեծերի գաղտնիքները։ Բայց ամենամեծ պայթյունը տեղի է ունենում, երբ Հունանն իմանում է ճշմարտությունն Ավոյի մասին։ Այն փաստը, որ Ավոն սիրուհի ունի և նույնիսկ երեխա, Հունանի համար պարզապես դավաճանություն չէ։ Դա նաև վիրավորանք է իր քրոջ Էռնայի նկատմամբ։ Էռնան տարիներ շարունակ ապրել է այդ ամուսնության մեջ, հավատալով, որ ընտանիք ունի, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է եղել։ Չնայած Էռնան մեղադրում է եղբորը, որ չի թողնում հանգիստ ապրել, բայց միևնույն է, Հունանը չի կարող ձեռքերը ծալած նստել ու տեսնել, թե ինչպես են հարազատ քրոջը դավաճանում։ Հունանը չի կարողանում զսպել իրեն, նրա մեջ կուտակված զայրույթը պայթում է և նա դանակով հարվածում է Ավոյին։ Այդ տեսարանը դառնում է սերիալի ամենաշոկային պահերից մեկը։ Բարեբախտաբար Ավոն չի մահանում, բայց այդ հարվածը ոչ միայն ֆիզիկական էր, դա տարիների կուտակված ատելության ու վիրավորանքի արտահայտությունն էր։ Սակայն Ավոն նույնիսկ այդ վիճակում մնում է նույն մարդը, հաշվարկող ու վտանգավոր։ Նա ոստիկաններին պատմում է իր վարկածը և փորձում մեղքը բարդել ուրիշների վրա։ Նրա խոսքերը նոր ցնցում են առաջացնում։ Ավոն հայտարարում է, թե տարիներ առաջ Ռաֆի մահվան մեջ իրականում մեղավոր է Դավիթ պապը։ Նրա խոսքով պապը հույս է տվել, որ Ռաֆի որդին կարող է փրկվել և ստիպել նրան դուրս գալ անօրինական ռինգ, վտանգելով կյանքը։ Այս խոսքերը Դավիթ պապի համար դառնում են իսկական հարված, ու նա որոշում է գնալ որդու գերեզմանին։ Այս մեղադրանքը սերիալի ամենածանր բարոյական հարցերից մեկն է։ Արդյոք դա ճշմարտություն է, թե պարզապես Ավոյի հերթական փորձը մեղքը ուրիշների վրա գցելու։ Հեռուստադիտողներն արդեն գիտեն, որ Ավոն հաճախ մանիպուլացնում է փաստերը, բայց նաև հասկանում են, որ անցյալում շատ բան դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Պապի համար այդ մեղադրանքը դառնում է ծանր հարված։ Նա մարդ է, ով ամբողջ կյանքն ապրել է խղճի հետ հաշտ լինելու փորձով։ Եթե իր որդու մահվան մեջ նույնիսկ փոքր մեղքի զգացում ունի, այդ ցավը նրան ուղեկցել է տարիներ շարունակ։ Եվ երբ այս ամենը նորից բացվում է, նա գնում է Ռաֆի գերեզմանին։ Այս տեսարանը չափազանց հուզիչ է։ Պապը որդու Շիրիմի մոտ է, և հենց այդ պահին նրա ինքնազգացողությունը վատանում է։ Հեռուստադիտողները մեծ անհանգստությամբ են հետևում այդ կադրերին։ Պապը սերիալի ամենասիրելի կերպարներից է, նա ընտանիքի խիղճն է, այն մարդը, ով միավորում է բոլորին։ Եթե նա իսկապես մահանա, դա կլինի ոչ միայն ընտանիքի, այլ ամբողջ պատմության մեծ կորուստը։ Շատերը հույս ունեն, որ սա պարզապես ծանր փորձություն է, ոչ թե վերջնական հրաժեշտ։ Քանի որ պապի ներկայությունը կարևոր է նաև այն պատճառով, որ հենց նա է կարող վերջապես բացահայտել անցյալի ճշմարտությունը Ռաֆի մահվան մասին, Մարկի անհետացման մասին և այն մասին, թե իրականում ով է մեղավոր այդ ողբերգությունների համար։ Այս ամենի ֆոնին Գոյամարտը շարունակում է մնել լարված, էմոցիոնալ և լի անակնկալներով։
Սերը, վրեժը, ընտանիքի պատիվը և անցյալի գաղտնիքները խառնվել են մի պատմության մեջ, որտեղ յուրաքանչյուր հերոս ստիպված է պայքարել ոչ միայն ուրիշների, այլ նաև սեփական խղճի դեմ։ Առաջիկա սերիաները անկասկած լինելու են ամենահուզիչներից։ Հեռուստադիտողներին այս պահին հետաքրքրում է, թե արդյոք պապը կփրկվի և կբացահայտվի իրականում Ռաֆի մահվան իրական պատմությունը, և արդյոք Լեոյի ու Լեահի սերը կկարողանա դիմանալ այս բոլոր փորձություններին։ Մի բան հստակ է՝ գոյամարտում իրական պայքարը դեռ նոր է սկսվում։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն, իսկ ձեզ համար շատ շուտով կբերենք հետաքրքիր տեսանյութ, որով կբացահայտենք հեռուստասերիալում կատարվող նոր իրադարձությունների մասին, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։ Միացեք մեր ալիքին և իհարկե չմոռանաք մեկնաբանությունների բաժնում անպայման գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։